դուք մի քանի անգամ հերքել եք ձեր կապը նախկինների հետ, բայց իշխող ուժից գրեթե ամենօրյա պարբերականությամբ նշում են, ինչպես կարող է Նարեկ Կարապետյանը անկախ լինել, եթե նրա հայրը եղել է ՀՀԿ-ական, եթե նրա հայրը եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար եւ այլն։ Հիմա ձեր այդ կապը ինչպես եք բացատրում, որ դուք անկախ եք եւ կապ չունեք որևէ նախկին ուժի հետ։ Մեծ կապիտալ ունեցող ընտանիքը մեկից կախված է, թե չէ։ Մի քիչ անհամեստություն դրսևորեմ։ Կարող է մարդ լինել, որ ունից Հայաստանում Սամվել Կարապետյանը կարող է կախված լինել։ Մարդիկ, ով այդ պնդումը մարդ Հայաստանում կարող է լինել, ով այդ պնդումը անում է, չի պատկերացնում իրերի դասավորվածությունը հողի վրա։ Երկրորդ բանը, ինչ վերաբերվում է նախկին կառավարությունների հետ աշխատանքին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջի, երկրորդ, երրորդ։ Առաջի համարը ՀԱԿ անդամ էր, իմ հիշելով, երկրորդ համարը իմ հիշելով Հանրապետականի անդամ էր, երրորդ համարը իմ հիշելով Բարգավաճ Հայաստանի կողմնակից էր։ Իրենք նախկին են, իրենք ունեն ազդեցություն, օրինակ երկրորդ համարը ունի Հանրապետական կուսակցությունից այդ ազդեցություն, նժդեականությունը իր վրա ազդում է, երբ ինքը Ադրբեջանից ծորեն է բերում, հարցրեք իրեն։ Կարող է հիմա էլ ֆիկտիվ